Երևանի Սուրբ Աննա եկեղեցում Կիրակ Նոյրյա միջադեպից հետո քննչականը վարույթ է նախաձեռնել երկու հոդվածով՝ խուլիգանության եւ պաշտոնյայի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով նրա նկատմամբ բռնություն գործադրելու։ Քննչականի փոխանցմամբ ձերբակալվածները 3-ն են։ Նրանցից երկուսը 2007 թվականին ծնված եղբայրներ Դավիթ եւ Միքայել Մինասյաններն են, երրորդը Գևորգ Գևորգյանը։ Վերջինս անցած շաբաթ մասնակցում էր 44-օրյա պատերազմի զեկույցը հանրայնացնելու պահանջով խորհրդարանի դիմացի ակցիաներին։ Այս պահի դրությամբ 3-ին էլ մեղադրանք առաջադրված չէ։ Երևանի փողոցներում քարոզար շավանող Նիկոլ Փաշինյանը երեկ որոշել էր Սուրբ Աննա մտնել, որտեղ ծաղկազարդի պատարագներ ընթանում։ Կադրերում երևում է, թե ինչպես են հավատացյալներով Լեբլեցուն եկեղեցում վարչապետի անվտանգության աշխատողները դեպի ելք ճանապարհ բացում, երբ եղբայրներից մեկը բողոքում է իրեն իր տեղից հեռացնելու համար, ինչից հետո փորձում է ձեռքով հարվածել։ Կադրերում երևում է նաև, թե ինչպես է եղբայրներից մեկը ենթադրաբար անվտանգության աշխատակցի հարվածից վայր ընկնում ու հետո ոտքի կանգնում։ Այս իրադարձություններից կարճ ժամանակ անց արդեն դրսում իրավապահները բերման ենթարկեցին Մինասյան եղբայրներին ու Գևորգյանին։ Դավիթը հրաժարվել էր, բայց այսօր էլ ընդամենը երևի մի կես ժամ առաջ ենք տեսել, էլի նույն ցավերը ուներ, գլխացավերը ուներ, արդեն իսկ ասել ենք, որ ունի առողջական խնդիրներ։ 18-ամյա եղբայրների փաստաբանները դեռևս չեն մեկնաբանում վարույթի հիմքում դրված հոդվածները, նաև ձերբակալվածի կարգավիճակ ունեցող պատանիների ենթադրյալ արարքը։ Վարդուհի Էլբակյանը միայն ասաց, նրանք հանցագործություն չեն գործել։ Երեխեքը որևէ մի կուսակցության, որևէ մի падգամավորի, պաշտոնատար անձի ընդդիմության ներկայացուցիչի հետ ընդհանրապես կապ չունեն։ Միայն մեկ բան կարող եմ ասել, երեխաները անգամ կարող եք հետաքրքրվել։ Յուրաքանչյուր շաբաթ գնում են պատարագի, կիրակի օրերը շատ հավատավոր երեխեք են։ Ներքին գործերի նախարարության մոտ այսօրվա բողոքի ակցիայի ժամանակ երկվորյակ եղբայրների դասարանցիները միայն դրական խոսքեր էին ասում ընկերների մասին։ Եղել են այն մարդիկ, ովքեր կարամ ասեմ, որ մեր դասարանի կապող են եղել, միշտ բարի, միշտ օգնող։ Իսկ երեկվա իրադարձությունների կենտրոնում հայտնված Սուրբ Աննայում այսօր եւս եռուզեռ էր։ Մանուկների օրհնության կարգեր ծաղկազարդին արվում ու այդ դրսում էին անում տեր հայրերը, քանի որ երեխեքը շատ էին, որ ներսում քաշքշոտ չլինի, հա, երեխեքի մեջ դրսում էին անում։ Ու այդ ծեսի ժամանակ միանգամից աղմուկ սկսվեց, փաստորեն որոշնակ քաղաքացիական հագուստով էին, ոստիկանական չէին միանշանակ, որովհետև ուղղակի էլի սովորական մարդիկ էին թվում, ու ոստիկանները միանգամից շատ հավաքվեցին, ահագին շատ, ասենք մի հայ տղայի դեմ, այսպես մի հոծ բազմություն ոստիկաններ էլ ու քաշելով, պոկրտելով, շորեր հակից հանելով, բան են էլի հանցագործ էին բռնել, շատ լուրջ ազգի դավաճան էին բռնել, այս քաշքշելով տանում էին։ Երեկվա միջադեպին ականատես մի կին զայրացած էր կատարվածից։ Կինը, որ չցանկացավ նկարահանվել, պատմեց, որ եկեղեցում պատարագին մասնակցող հավատացյալներից շատերը վարչապետին մեղմ ասած լավ չընդունեցին։ Շատ մարդիկ կային, որոնք ուղղակի չէին դիմանում, գոռում են դուրս արի, ինչ գործ ունես այդտեղ։ Ինչու 3 կրքերը թեժացան ու հավատացյալների մի մասին դուր չեկավ մոտ 1 տարի առաջ հակակաթողիկոսական արշավ սկսած վարչապետի մուտքը եկեղեցի։ Իրավապաշտպան Աննա Մելիքյանի կարծիքով հատկապես ընտրություններից առաջ մթնոլորտը թեժացած է, ինչի դեմ առաջին հերթին հենց իշխանությունը պետք է միջոցներ ձեռնարկի։ Այստեղ իրականում շատ կարևոր է եւ կարծում եմ իրոք պատասխանատու, որպեսզի կրքերը չկրկնվեն, այդ թվում իշխանության կանխարգելիչ գործողությունների միջոցով, բայց պետք է արձանագրենք, որ պատժիչ գործողությունների միջոցով հակառակը կարծում եմ իրավիճակը ավելի շատ է լարվելու եւ երբ որ համաչափ չի արձագանքը եւ պատժողական է արձագանքը ոչ թե կանխարգելիչ, ըստ էության կարող ենք տեսնել ավելի շատ դեպքեր։ Իշխանությունները պետք է ավելի զգուշավոր եւ զգայուն լինեն, որ նմանատիպ իրավիճակները չկրկնվեն։ Անցած մեկ շաբաթվա մյուս աղմկահարույց դեպքերն է հիշում իրավապաշտպանը։ Դրանցից է մետրոյում վարչապետի եւ արցախցի կնոջ միջև վեճը, շաբաթավերջում էլ ազգային ժողովի նախագահի ու քաղաքացու փոխադարձ հայհոյանքները, հիմա էլ երեկվա միջադեպը։ Անկախ նրանից, թե ինչու է վրդովվել այդ երիտասարդը, կարծում եմ կարևոր է արձանագրել, որ բռնություն գործադրել է, անկախ նրանից ուղղված էր վարչապետին, թե նրա թիկնազորի անդամներին, ըստ էության կարծում եմ, որ չեն կարող արդարացնել, հա, որևէ պայմաններում, հատկապես որ ինքնապաշտպանություն չէ, թեև կարծես թե կադրի ետևում լսվում է, որ ինձ քաշում են եւ այլն, այսինքն մի քիչ խառը իրավիճակի ըստ էության եւ արդեն քննությունը պետք է ենթադրում եմ, պետք է բարձի թե արդյոք նպատակ է ունեցել իրոք հարվածելու ու ում հարվածելու։ Մինչ պատանիների փաստաբանները պնդում են, նրանք կապ չունեն քաղաքականության հետ, կուսակցական չեն, իշխանության
իշխանության ներկայացուցիչներն իրենց հերթին այս ամենը ուղիղ կապում են կաթողիկոսի հետ։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի խոսքով Գարեգին II եկեղեցին վերածել է քաղաքականության մեջ մերժվածների աղանդի։ Սա ոչ այլ ինչ է, քան աղանդի վերածված մի խմբակ Կտրիչ Ներսիսյանի գլխավորությամբ, որ իրանք են որոշում այդ եկեղեցի ով պետքա մտնի, ով չպետքա մտնի, իրենց հաճելի մարդիկ այնտեղ պետք է լինեն, թե չէ։ Մարդու իրավունքների պաշտպանն է անդրադարձել երեկվա միջադեպին։ Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ձերբակալվածներին զրուցել նրանց հետ։ Անահիտ Մանասյանն ընդգծել է, յուրաքանչյուր ոք ունի կարծիքն ազատ արտահայտելու, իշխանությանը քննադատելու իրավունք, բայց դա չպետք է ուղեկցվի այլանձանց, այդ թվում պաշտոնյաների նկատմամբ բռնությամբ, բռնության կոչերով, ատելության խոսքի դրսևորումներով։ Իրավասու մարմիններից Մանասյանը պահանջում է պահպանել իրավաչափության սկզբունքն ու զերծ մնալ անհամաչափ ուժի կիրառումից։ Նա նաև համերաշխության կոչ է անում ատելության խոսքի տարածման փոխարեն։